Հա, Բոլորին ողջույն, լսվում է հիմա։ ողջույն, արդեն լսում ենք, հա։ Շատ լավ։ Մենք տեղում ենք։ Հիմա մի վարքյան Հաչքարի վրա շորտամ։ 11 անց կես են գալու, ինձ թվում է ժողովրդում մի վարքյան։ Ես Կարող ես ասել դնես։ ոստիկանները մեզ են սպասում, բանը վեսպանատունը եկել է գնացել է, կարծես։ Խնդրեմ։ Մենք այստեղ գտնվում ենք Ուշաքարի մոտ, ապրիլի 24-ը 2026 թվականին, արդեն Բունդեսթագից եւ դեսպանատնից ծաղկեպսակներ բերել են, մենք այսօր ծաղիկներ պետք է խոնարհենք մեր Եղեռնի զոհերի հիշատակի պատվին եւ ոչ թե զբաղվենք լացկանությամբ կամ ողբերգությունների շարան անենք, այլ պետք է մտածենք, թե ինչպես ենք մենք կատարելու մեր հաջորդ քայլերը ժամանակակից լարված իրավիճակում, քաղաքական իրավիճակում, ինչպես ենք մենք կարողանալու պահել մեր հայ ազգին եւ բարգավաճել։ Հիմա շատ ծանր իրավիճակում ենք գտնվում, հարևան երկրում պատերազմ է, Պարսկաստանում պատերազմ է, մենք հրավիրել ենք նաեւ մեր պարսիկ ընկերներին, չգիտեմ կգան թե չէ, եւ լարվածությունը տարածաշրջանում հսկայական է։ Այն մեծ ոչրագործությունը, որ 100 տարի առաջ տեղի ունեցավ մեր հայրենիքում, որ այն ժամանակ մաս էր կազմում Օսմանյան կայսրության եւ որտեղ որ մենք հազարամյակներով ապրում էինք, Օսմանյան կայսրությունում ապրում էինք մոտարապես 1000 տարի եւ անսպասելիորեն սկսեցին ոչնչացնել հայ բնակչությանը, ոչնչացնել հետևողականորեն, ոչնչացնել ընտրովի։ Հիմա մոտարապես 111 տարի հետո տեղի ունենում նույն բանը, բայց արդեն քողարկված ձևով։ Փակվում են հայկական դպրոցներ։ Օրինակ 200 հայկական դպրոց է փակվում Հայաստանում։ Արգելում են հայ երեխաներին սովորել պատմությունը այնպես, ինչպես որ կցանկանային իրենց ծնողները դասավանդել իրենց երեխաներին։ Արգելվում է հայ եկեղեցու եւ հայ կրոնի պատմություն առարկաներ։ Նույնիսկ արգելվում է Արցախ բառի արտասանությունը, կառավարությունում ոչ մի ձևով Արցախ բառը բարձրաձայն չեն կարողանում արտասանել։ Մենակ ասում են Լեռնային Ղարաբաղ։ Մենք ականատես եղանք, մենք չենք կարծում, որ մեր սերունդը ականատես կլինի ցեղասպանության, բայց մենք ականատես եղանք նոր ցեղասպանության, որ տեղի ունեցավ 2023 թվականին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսվեց հայ ժողովրդի ցեղասպանությունը Արցախում, որը տևեց մինչև հոկտեմբերի 2-ը։ Այդ ընթացքում 150,000 հայ բնակիչներ ստիպված էին իրենց պատմական հողերը թողնել, իրենց պապական հողերը թողնել եւ տեղափոխվել Հայաստանի այլ շրջաններ։ Այդ ժամանակ ձերբակալվեցին մի շարք ակտիվ քաղաքական գործիչներ եւ Արցախի ղեկավարությունը, այդ թվում նաեւ Ռուբեն Վարդանյանը, ինչը որ ցեղասպանության մեկ այլ ակտ է։ Եթե մենք հիշում ենք, ցեղասպանությունը 1915 թվականին սկսվել է հայ մտավորականության ձերբակալմամբ եւ դերձոր աքսորմամբ, որտեղ որ բոլորին համարյա բացառությամբ կոմիտասից ֆիզիկապես ոչնչացրել էին։ Հիմա նույնը կատարվել է Բաքվում։ Բաքվի բանտերում են գտնվում հայ քաղաքական գործիչներ, ակտիվիստներ, հայտնի մարդիկ, այդ թվում նաեւ հայ ժողովրդի ամենահարուստ մարդկանցից երկրորդը Ռուբեն Վարդանյանը։ Սա նույնպես ցեղասպանության ակտ է։ Վերջերս մենք իմացանք, որ Ստեփանակերտում քանդել են եկեղեցի։ Հերթական եկեղեցին է քանդվել, դա նույնպես ցեղասպանության ակտ է։ Չթողնել մարդկանց, որպեսզի նրանք երազեն, որ վերադառնան իրենց պատմական հայրենիքը, այսինքն նույնիսկ երազանքներ արգելել են։ Դա եւս հանդիսանում է ցեղասպանության ակտ։ Մենք այսօր բոլորս հավաքվել ենք այստեղ, որպեսզի վճռական ասենք ոչ նոր ցեղասպանությանը, վճռական ասենք ոչ ցեղասպանության բոլոր դրսևորումներին։ Ես ձեր ուշադրությունն եմ ուզում բևեռեմ այն փաստի վրա, որ Իսրայելը սկսել է ցեղասպանություն Գազայում եւ այդ ցեղասպանության գործողությունները սկսվեցին անմիջապես Արցախի ցեղասպանությունից հետո։
Հոկտեմբերի 2-ին դադարեց ցեղասպանությունը Արցախում, քանի որ բոլորը դուրս էին եկել Արցախից։ Հոկտեմբերի 5-ին, այսինքն 3 օր էր պետք որ այդ ակտիվ խմբերը իրանք տեղափոխեին Արցախից Իսրայել, հոկտեմբերի 5-ին դրանք տեղափոխվեցին եւ հոկտեմբերի 7-ից սկսվեց Գազայում ցեղասպանությունը, որի որ դաժան վկանենք մենք հանդիսանում այսօր։ Շնորհակալ եմ քեզ, ես ուզում եմ նաև մեր ընկերներին խոսք փոխանցել, նաև ներկայացնել ովքեր են ներկա, որում ներկա են Իտալիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Հայաստանից, կարծեմ նաև Ֆրանսիան։ Բայց մեզ խոսքը փոխանցեմ Ավստրիա, որտեղ մենք ժամանակի խնդիր ունենք, Գևորգ Գրիգորյանին, մեր համահայկական սենատի սենատոր, ներկաները մեր բոլոր կառույցների ներկայացուցիչներն են։ Խոսքը փոխանցեմ Գևորգ Գրիգորյան, հետո կշարունակենք, համեցեք Ավստրիա։ Շնորհակալություն Արամ ջան, շնորհակալություն մեր հայրենակիցներին, ես ուզում եմ այս օրը ցավակցել, որովհետև այն դժբախտությունը, այն սուքը, որ եկել է մեր հայրենակիցներին եւ նրանց աշխարհում մեկ չկա որևէ մի հայ, որ այսօր այդ իր հարազատներից որևէ մեկը այս դժբախտության հետ առաջված չլինի, դրա համար իմ ցավակցությունը աշխարհասփյուռք մեր հայրենակիցներին։ Ես լինելով հայի գենը կրող, ես պահանջատերն եմ այսօրվա աշխարհից եւ առավել էպես Թուրքիայի կոչված պետությունից, որը իմ համար դա գոյություն չունի, ես ժառանգն եմ եւ պահանջատերն եմ, եւ եթե այսօր մենք Արամ ջան այն գործը մենք չշարունակենք ժառանգատիրոջ, մենք շատ մոտ ենք կորցնելու ժառանգության իրավունքը։ Դրա համար ես միշտ բարձր ասել եմ տարբեր տեղերում, ես չեմ ճանաչում Թուրքիայի պետությունը, որովհետև ոնց կարող եմ ճանաչել, եթե դա իմ պապերի տունն է եւ մեր հայկական հողերն են։ Սա է եղել աշխարհի հետ խնդիրը 111 տարի, դա ժառանգության թուղթն է եւ պահանջն է։ Եթե դու ժառանգությունը չես պահանջում, ապա իզուր է այս ամեն ինչը, եւ այսօրվա իշխանությունը եւ անցած իշխանությունը եւ այս 110 տարի փորձել են, որ վերցնեն ժառանգությունը մեր ձեռքից։ Սա է մեր խնդիրը, որ մենք պետք է ժառանգությանը տեր լինենք, Արամ ջան, ու այսօր մենք գիտենք ընտրություններին գալիս են նախկին եւ ներկա падգամավորները եւ քաղաքական գործիչները եւ ես չեմ տեսնում այդ դաշտը որևէ մեկը խոսի ժառանգությունից։ Սա է մեր դժվարությունը։ Ոչ մեկ մեղավոր չի։ Ես դաժե մի պահ սարսափում եմ, երբ որ հասկանամ, երբ որ օրից մի օր է ժառանգության թուղթը կվերցնեն մեր ձեռքից, եւ ես հաստատ համոզված եմ, որ աշխարհում մեծ կլռեցնեն խոսել դաժե ցեղասպանության մասին եւ դրա համար ես ասել եմ, որ շատ հայերի դաժե կդատեն։ Դրա համար սիրելի հայրենակիցներ իմ կոչն է, որ պահանջատերը լինել ժառանգության, պահանջել մինչև վերջ մեր ժառանգությունը։ Ես որ ասում եմ չեմ ընդունում Թուրքիայի հանրապետությունը, դա չի նշան, որ ես կռիվ կամ պատերազմ եմ հրահրում, քավլացի ոչ, մենք գիտենք, որ շատ ենք զուշացել պատերազմով, բայց ժառանգության թուղթը, քանի դա մեր ձեռքում է, մենք կարող ենք դա օգտագործել եւ օրերից մի օր հասնել մեր իրական պատմությանը եւ մեր պապերի, մեր հողերի։ Բայց եթե մենք դա կորցնենք, մենք չենք կարող էլ դա հասցնել եւ առավելևս որևէ մի ձև մենք կարողանանք դա բարձրացնել։ Դրա համար իմ կոչն է մերժել եւ բարձրացնել եւ պահանջել ժառանգության իրավունքը։ Արամ։ Շնորհակալություն։ Ես հիմա խոսքը փոխանցեմ Հասմիկին։ Հասմիկ, խնդրեմ, մեր արևմտահայության ձայնը դու ես։ Բարի լույս բոլորին, ես սեզի չեմ ուզեր այսօր ցավակցել, քանի որ միմյան ցավակցությունով չէ, որ մենք կրնանք արջև երթալ իբր հայություն, այլ միայնությամբ, երբ որ միանանք, երբ որ մենք ցերկ ըլլանք, փրոնց ըլլանք, ավելի ճիշտ է մենք կրնանք հաղթել, ոչ թե որ մեր թեմը տնեն Թուրքիան, այլ բոլոր աշխարհին կրնանք հաղթել։ Անոր համար ես կսեմ ըլլա ապրիլ 24-ը ինչպես մեր Հիսուսը հարություն արավ, մեր հայության հարություն առնելու օրը ըլլա, որ մենք ետ կանգնենք, Աստված ուզենե մեր հողերուն վրա,
մեր նախագահության դակ, ոչ թե որ ուրիշները փերեն մեզի նախագահներ եւ տնեն մեզի ասելով որ ասի հայ է, այլ հայ ըլլա մեր նախագահը, վայելենք մեր հայությունը։ Ասի ինձի համար ապրիլ 24-ը աս իմաստ ուզեմ լա։ Գալով Արևմտյան Հայաստանի շատ լավ բաներ կա, որ թեր մենք մեր հայությունը չենք գործընծուցել եւ չենք կրնար գործընծնել եւ այդ իրավունքները չունենք, բայց պետքությունը ունենք, կարիքը ունենք, որ արար աշխարհը ոտքի գեցնենք, որ գիտնանք մենք ուր ենք, մեկ փրոնցքի դակ դառնանք, որ գիտնանք ճիշտ ճամփան քարելը, ամեն մեկը ինքն իր տեղեն, բայց մեկ փրոնցքով, ասի ես կվայելեմ եւ ասի կփապակեմ։ Մերսի շատ։ Շնորհակալություն, Հասմիկ, շնորհակալություն, խոսքը նորից փոխանցեմ Բերլին Սադոյանին, Սադոյան, համեցեք նորից Բերլին եմ վերադարձնում խոսքը։ Շնորհակալություն։ Մեր մոտ էստեղ ներկա գտնվում նաև մեր հնդիկ ընկերներից մեկը, որը որ կցանկանար խոսել անգլերեն լեզվով։ Աջայ։ Այո, մենք ողջունում ենք արիական ազգի ներկայացուցիչներից մեկին։ We welcome everybody here on this Remembrance Day of Armenian Genocide, which was done on 1915 by Turkish Ottoman Empire, wherein hundreds of intellectuals were kidnapped and then slaughtered, killed. This is the day which world remembers as Armenian Genocide Day. Although European Parliament and many European countries have ratified and recognized this as an Armenian genocide, but it needs to be applied. It needs to be applied by putting force on Turkish, who is like a father of Azerbaijan. So it needs to be put and applied pressure on Azerbaijan government now to release those who were kidnapped horribly in 2023. Many Armenian Catholics and government officials were kidnapped. They are still not released. So all the pressure has to be put on Azerbaijan and its father figure Turkey to release these people. And we appeal to the European governments, mainly Germany, European Parliament, to put pressure on Azerbaijan to release these innocent people. And we pay tribute and to these people who were slaughtered and killed in 1915 genocide. And courage to the loved ones of these people who were kidnapped on 2023. Our prayers are for their safety. Thank you. Thank you. Thank you very much. Ընդհանուր մեր ցավակցությունները, որոնք որ մենք ստանում ենք մեր ցեղասպանության հետ կապված ստանում ենք, շնորհակալ ենք յուրաքանչյուր ազգին, նաև թարգմանի մեր հնդիկ բարեկամի համար, որ մենք զգացված ենք, որ ինքը մասնակցեց մեր այս միջոցառմանը եւ դրանով եւս մեկ անգամ ամրապնդեց, որ մենք միայնակ չենք եւ աշխարհի շատ ժողովուրդներ, ովքեր գիտակցում են ցեղասպանության ամբողջ ողբերգությունը, մեր հետ միասին են։ Եվ շատ կարևոր է, նաև մեր իրավունքների խնդիրն է, որ ազգերը գիտակցում են, հասկանում են, որ մենք իրավունքներ ունենք։ Համեցեք նորից խոսքը քեզ, Սադոյան։ Լսվում է։ Այո։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Ես երևի կանգնեմ այդ կողմից։ Наверное, сейчас я хочу обратиться на русском языке, потому что у нас есть уже участники русскоговорящие. Մի քիչ մոտ արի, որ ձայնդ լավ լսվի, ձայնդ ընդհատվում է։ Մի քիչ мոտ արի։ Я хочу сейчас обратиться на русском языке, чтобы наши соотечественники, сограждане и люди, которые помогают нам, тоже были в курсе, что сегодня тут происходит. Мы отмечаем 111 лет со дня начала геноцида армян. 1,5 миллиона человек были
убиты, более 2 миллионов людей были изгнаны из своих домов, и были потеряны огромное количество церквей, других материальных и школ, нематериальных церквей. культурных заведений. Да. И особенно в это время было потеряно армянское золото, которое в то время находилось в руках простых людей и в руках больших чиновников, которые в то время жили в Константинополе, в столице Османской империи. Вся промышленность, вся финансовая деятельность и большая часть купли-продажи была сконцентрирована в руках армян. И было организовано специальное геноцидальные действия против армянского населения. После этого в 1918 году был геноцид армян в Баку. Армянские предприниматели владели большинством бакинских нефтяных месторождений. В 2020 году был геноцид армян в Шуше. Это тоже сейчас в Азербайджане, и город практически опустел. В советское время геноцидов как такового не регистрировалось со стороны Азербайджана и Турции, но начиная с 1988 года у нас тоже опять стали появляться геноцидальные явления, и геноцид в Сумгаите в 1988 году в феврале начался, 28 февраля. Потом был геноцид в Гянже и геноцид армян в самом Баку. Где-то 500 миллионов человек, 500 тысяч, то есть 500 000 армян, которые жили в то время в Баку, были вынуждены опять оставить все свои дома, все свои сбережения, места, где они выросли, и стать скитальцем. Вот у нас тоже есть участники, кто является урожденцем Баку. Մենք մի քիչ հետո ծաղիկները կդնենք, կխոնարհենք գենոցիդի զոհերի հիշատակի պատվին, բայց մինչև այդ մենք ուզում ենք անպայման անդրադառնալ մի շատ կարևոր հարցի, որը որ այսօր բարձրացվել է հայկական իշխանությունների կողմից։ Դա հայկական դպրոցների փակումն է։ 227 հայկական դպրոց, որից 27-ը Սյունիքի մարզում պետք է փակվեն սեպտեմբերի 1-ից։ Որոշ տեղեկություններով կարող է կառավարությունը հետաձգել իրեն որոշումը, բայց միևնույն է որոշումը կա։ Երբևիցե հայկական դպրոցներ չեն փակվել սկսած 20-րդ դարից։ Այսինքն 20-րդ դարի առաջի կեսից 1925 թվականից, երբ որ փակվել է Ներսեսյան ճեմարանը, դրանից հետո հայկական դպրոցներ չեն փակվել։ Եվ հիմա նոր թափով ուզում են փակել հայկական դպրոցները։ Դա հայկական ինքնության, հայ ազգի նկատմամբ լուրջ ոտնձգություն է, որը որ կբերի ոչ միայն տարածական կորուստների, կբերի նաև մարդկային ռեսուրսի կորուստի, որովհետև մարդիկ, որոնք որ գյուղերում չկարողանան հայերեն լեզու սովորել, մարդիկ, որոնք չկարողանան շփվել իրենց ազգի, մշակույթի, իրենց կրոնի մշակույթի, իրենց կրոնի պատմության հետ, նրանք վաղ թե ուշ արդեն կորցված կլինեն ժողովրդի համար։ Մենք առաջարկ ունենք, որ քննարկել էինք նախնական փոքր խմբով կազմակերպիչներով, որ պետք է ինիցիատիվա ցուցաբերենք, առաջարկել Սփյուռքի բոլոր համայնքների, ամեն մեկին առանձին շեֆություն վերցնել փակվող դպրոցներից մեկի նկատմամբ։ Այդ ծախսերը մեծ չեն, պետք է լինեն մի քանի $1000 կարգի, ամեն մի համայնք կարող է դա անել եւ թույլ չտանք, որպեսզի հայկական դպրոցները փակվեն։ Թույլ չտանք, որպեսզի
հայ երեխաները իրենց բնակավայրերում չկարողանան մասնակցել ուսման process-ին, չկարողանան սովորեն իրենց մայրենի լեզվով։ Ստիպված լինեն այլ լեզուներով գնալ դպրոց սովորելու, որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ սուրբ տեղը դատարկ չի մնում, այն գյուղերը, որտեղ որ փակվեն հայկական դպրոցները, կարճ ժամանակում կունենան ադրբեջանցի բնակչություն եւ կունենան ադրբեջանալեզու դպրոցներ։ Եվ մեր երեխաները ստիպված կլինեն գնալ արդեն ադրբեջանական դպրոց, քանի որ Ադրբեջանը այս պահին տնօրինում է ավելի մեծ ֆինանսական հզորությունների, ինքը կարող է իրեն թույլ տալ դպրոցներ կառուցել առանց որևէ դժվարության։ Այդ ֆինանսական հզորությունները եւս մեկ անգամ ընդգծեմ, Բաքվում ցեղասպանության արդյունք են։ Բաքվի նավթը գտնվում է հայերի ձեռքում եւ մեր հայերի պատկանող նավթահորերն են, որ այսօր միլիարդավոր եկամուտներ են բերում Ալիևի կլանին եւ Ալիևի ընտանիքից։ Ադրբեջանում նույնպես ադրբեջանցի ժողովուրդը ֆինանսական այնքան էլ լավ գովելի վիճակում չի գտնվում, այնտեղ կան մի երկու ընտանիք, որոնք որ ամբողջ եկամուտները վերցրել են իրենց եւ կիսվելով միջազգային կառույցների եւ կորպորացիաների հետ կարողանում են պահպանել իրենց իշխանությունը։ Հունիսի 7-ին Հայաստանում էլ է տեղի ունենալու ընտրություն։ Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը վճռական ոչը արդեն ասել է, դա ուղղակի դի վրա կֆիքսի։ Հիմա մենք մոտենանք եւ ծաղիկներ դնենք Խաչքարի մոտ, այդ ընթացքում ձայնը փոխանցում եմ հետ Արամ ջան ձեզ։ Շնորհակալություն Սադոյան։ Մենք ինչ որ միասնական անում ենք, դրանք բերում են մշտապես արդյունքներ, դրանք փոքր են, բայց դրանք տեսանելի են եւ այն խնդիրները, հարցադրումները, որոնք դու բարձրացրեցիր, բոլորիս համար հոգեհարազատ են, մասնավորապես միայն այն փաստը, որ Սյունիքում 25-ից ավել դպրոցներ պետք է փակվեն, դա խոսում է տարածքի իրավունքների զիջում, այս պահին որևէ մեկին չի զիջվում, բայց հասկանալի է, թե ընթացքը ուր կտանի։ Ես միանում եմ կոչին եւ Սփյուռքում բոլոր մեր հայրենակիցներին, այդ թվում համահայկական սենատի բոլոր պատասխանատուներին, աշխարհի բոլոր երկրներում, մենք 27 երկրներում, 32 երկրներում ներկայացուցիչներ ունենք։ Ես հորդորում եմ բոլորին, որպեսզի մենք արդեն քաղաքական օրակարգից դուրս գանք եւ խնդիրը տեղափոխենք այլ օրակարգեր եւ սատար կանգնենք, օգնենք մեր հայրենակիցներին արդեն Հայաստանում, որպեսզի դպրոցները չփակվեն։ Օսմանյան կայսրության վարած քաղաքականության ժառանգության այս վատագույն դրսևորումները մեր երկրում չպետք է տեղ ունենա եւ դպրոցների խնդիրը մեր օրակարգի թիվ 1 հարցը պետք է լինի, քանի որ մենք կարողացել ենք մեր ազգային ինքնությունը պահել 301 թվականից սկսված հայոց գրերի անմիջական օգտագործմամբ։ Սրանք մեր հիմնական խնդիրներն են եւ ես հույս ունեմ, որ աշխարհասփյուռ հայությունը пассив վիճակից դուրս կգա եւ այդ пассивությունը տեսանելի է։ Եթե пассивությունը տեսանելի չներ, ապա Բերլինում հավաքված կլինեին ավելի շատ հայեր, այդ կրավորական կեցվածքը տեսանելի է եւ հայությունը պետք է կարողանա ամենավճռական պահին կոնսոլիդացիա ապահովել։ Եթե այդ կոնսոլիդացիան չկա, մենք որևէ մեկ այլ ազգի ներկայացուցիչ չենք կարող պահանջ ունենալ։ Հիշեցման կարգով ասեմ, որ 1915 թվականին մեր բոլոր կորուստները գնահատված են եւ դա 1902 թվականի տվյալներով 2 թվական նկատի ունեմ բանկային գործարքի առումով հայկական կորուստները կազմում է 19.5 միլիարդ դոլար ֆրանսիական ոսկով։ Այսօրվա դրությամբ այդ գումարները անցնում են 400 միլիարդ դոլարը։ Հայկական հարցի իրական գինը հայտարարված էր
1919 թվականին, որը կազմում էր 19.5 միլիարդ դոլար, այսօր դա 400 միլիարդ դոլար է եւ ավելին։ Հիմա բոլոր այն ուժերը, ովքեր որ ցանկություն ունեն հայկական հարցի հետ կապված աշխատանք անելու, պետք է հատուցման օրակարգը մտնի քաղաքականությունից, հասարակությունից դեպի իրավական տարածք։ Ես կոչ եմ անում բոլորին, որ հայկական հարցի հետ կապված ձևավորվի նոր օրակարգ եւ այդ նոր օրակարգի հիմքում դրվի հատուցման, ամբողջական հատուցման եւ հայրենատիրության խնդիրը։ Ցավալիորեն այսօր Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքական օրակարգում իրենք չունեն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս այլ դե ֆակտո կամ դե յուրե հողեր։ Ցավալիորեն այդպես է հնչեցվել, բայց մենք պետք է հասկանանք, որ իշխանությունները իրենք գալիս գնում են, իրավունքները մնում են։ Եթե Միացյալ Նահանգները երեք խոսում էին գործընկերներից մեկի հետ, իր 1828 թվականի Մոնրոյի դոկտրինայով է կառուցում իր երկրի իրավունքները, խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներին։ Եթե Իսրայելը իր իրավունքները կառուցում է իր հռչակագրի շրջանակներում, Բալտիմորի հռչակագրի շրջանակներում, ապա ինչու ենք մենք մեր իրավունքները կառուցում 1991 թվականի Աստանայի հռչակագրով, Ալմատայի հռչակագրով, ով է մեզ ստիպում։ Այս հարցը պետք է պատասխան ունենա եւ ես կոչ եմ անում նոր սերնդին։ Ես ափսոսում եմ, որ նոր սերունդը ինքը իրեն ակտիվ չի պահում, եթե լիներ, ապա կտեսնեինք ներկաները բոլորը ավակ սերունդ են կամ միջին սերունդ։ Բայց ինչը վիճ է, ես կոչ եմ անում, որպեսզի այս պահից սկսված մենք խնդիրներին տանք իրավական լուծում եւ պահանջատիրությունը բերենք մեր քաղաքական օրակարգից իրավական օրակարգ։ Հիշեցման կարգով ասեմ, որ մենք որպես համահայկական սենատ դիմել ենք մարդու իրավունքների եվրոպական մարդու իրավունքների ՄԱԿ-ի գրասենյակին, պահանջել ենք կարգավիճակի ճշտում համահայկական սենատի վերաբերյալ, նույն դիմումով դիմել ենք Եվրամիության գլխավոր քարտուղարին սենատի կարգավիճակը ճանաչելու վերաբերյալ։ Եթե որևէ մեկը ցանկություն ունի խոսք ասելու, խնդրեմ ազատ է, համեցեք, ով է ցանկանում։ Հասմիկ, դու ցանկանում ես ինչ-որ մեկին խոսք փոխանցել, այո։ Այո, Արամ ջան, ուզեի խոսքը փոխանցել Անահիտին, եթե կարելի է։ Համեցեք։ Արամ ջան, Անահիտը արաբերեն լեզվով գխոսի, չի գրնար հայերեն խոսիլ, դու շատ լավ գիտես իրեն վիճակները, եւ ինքն իր ցևով գուզեմ բացատրել արաբերենով եւ ես կթարգմանեմ։ Սիրով համեցեք։ أناهيد فيكي تحكي لو سمحتي تفضلي. بالبداية صباح الخير لأبناء أمتي اليوم وأشكرهم كثير اليوم على هذا الاجتماع بهذا اليوم المؤلم. أناهيد بدي أترجم بتمنى منك إنك شوي مشان قادر أنا أترجم. تمام. أناهيد باريلوس كسيتر بولورين ուրախ եմ ձեր հետ գտնվելու իբր հայուհի, քանի որ մենք զրկված ենք այս իրավունքներեն, تفضلي. هذا اليوم اللي بيجمع كل الأرمن لأنه هذا اليوم هو آلام الأرمن اللي այսօր մեզի համար շատ ցավալի օրմն է, որ մեր բոլոր հայությունը գդոնե եւ ավելի ճիշտը قبعهانشي تفضلي. ما يحصل اليوم في سوريا سواء كانت أو بالأبناء الشتات الأرمني اللي صار بحقهم الإبادة سواء كانوا هن أو الأرمن الموجودين داخل أرمينيا الشرقية فهي سواء كانت سكر المدارس وعدم التعليم فهي برأيي هي أيضا إبادة أخرى يخدم العدو يخدم بالأول بيخدم الأتراك
سكر المدارس يعتبر إبادة أخرى. Այսօր եթե մեր նորից մեր դպրոցները կկոչվի որ հայկական, ասի ասել թե մեզի համար նոր չարտ է եւ նորից մենք կչարտվենք կոր եւ այսպիսով մեզի մեր ցերկերը չպիտի գրնան գաբել լա սուրիայիններ կամ լա սուրիային դուրս մենք բոլորս իրարու հետ ենք եւ իրարու հետ պիտի աշխատենք, բայց աս երկրորդ չարտը պիտի չի գրենք մեր մորթին վրա كملي أناهيد كل شيء هلا عم يصير بداخل أرمينيا الغربية يذكرنا بالإبادة الأرمنية اللي صارت اللي عانوا منها الأطفال بدل كانت يعني فتح الممرات الإنسانية ولكن هي كانت ممرات موت تسير عليها الطفولة وهي لا تفهم لماذا تقاد خارج الحياة في عام 1900 شوي أناهيد شوي Այսօր եթե արստբրոցները կկոչվի գորնե, ասել է թե որ մեզի համար նոր չարտ է, բայց խնդիրը որ ասմեր նոր չարտը պիտի չի ընդունենք մենք, պիտի չի ընդունենք եւ ովև մեկ ցերվով լա պետք է կեցնենք, որ մեր ինքնությունը չի գործընծենք։ Եվ այսպիսով պիտի շարունակենք մեր ճամփան, ոչ թե միան հոս ամեն տեղ, մեր հայությունը պիտի չի գործանի։ Թոդալի Անահիդ։ Ալո Այո, մենք լսում ենք։ Եթե վերջացրեց շնորհակալություն։ Անահիդ գարձես իրեն Անահիդ մանը ընտի ايه هلا وصلت النت يعني شوي النت عم ينقطع من عنا كمان Արամջան ինտերնետը իրենց կովը Սուրիայի մեջ շատ կգդրի անոր համար իր ցայնը չի գրնալ ընդհանրապես մեկ կդոր խոսի Շատ լավ մենք անչափ շնորհակալ ենք Բիչակարուկի كتير Անահիդ طبعا أنا كمان بتشكرهم على هذا الاجتماع الحلو وعلى استضافتي إليها իրենք ալքեզի շատ շնորհակալություն կհայտնեն բարոն Արամ եւ կփապակին որ մեր հայությունը ավելի զորանա Մենք հպարտ ենք որ Սիրիայի մեր քույրերը եղբայրները ովքեր զոհ են դարձել ցեղասպանության իրենց արյունը չեն մոռացել են լեզուն, բայց արյան կանչով վերադառնում են, ինչի համար մենք շատ երախտապարտ ենք իրենց եւ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի իրենք վերականգնեն իրենց ազգայնությունը եւ խոսեն հայերեն։ Շնորհակալ ենք եւ մեր խոնարհումը իրենց պայքարին, ձեր պայքարի համար։ Մենք պահել ենք մեր հայկականությունը լեզվով, դուք պահել եք ձեր հայկականությունը արյան կանչով։ Ինչ համար շնորհակալ եմ ձեզ։ أرام بتشكرك باسمنا باسم كل الأرمن أنه أنتم حافظتوا على صح أنه ما قدرتوا تحافظوا على لغتكم ولكن قدرتوا تحفظوا دمكم الأرمني فنتشكركم كتير وميرسي لك أناهيد شكرا لك شكرا لهم كمان إلينكا تزي շնորհակալություն հայտնեմ բարոն Արամ Անչափ շնորհակալ եմ եթե Կարինեն խոսք ունի ասելու փոխանցեմ Կարինեին խոսքը Հաջիս Այսօր ապրիլի 24-ն է, ողջ գիտակից հայությունն արդեն 111 տարի ոգեկոչում ու հիշատակում է հայոց ցեղասպանությունը։ Դառնագույն դասն է, որ մենք չկարողացանք արժանի պատասխան տալ 1895-ից 1896 թվականի Համիդյան ջարդերին, ինչի հետևանքով շարունակվեց 1915 թվականի մեծ եղեռնը։ Մենք չկարողացանք իրավական ու ուժային պատասխան տալ 1915 թվականի ցեղասպանությանը, ինչի պատասխանը դարձավ 2020 թվականի 44 օրյա պատերազմն ու Արցախի հայաթափումը։ Սա միևնույն շղթան է, այն շղթան, ինչ տեղի ունեցավ 3 այսօր դեռ շարունակվում է, քանի դեռ մենք չենք դարձել մեր իրավունքի տերն ու պաշտպանը։ Եթե անկեղծ լինենք, այսօր մեզ մնացել է միայն անամոք ցավն ու կորստի զգացումը, սուգը շարունակական, որը շարունակվեց Արցախում։ 2020 թվականի 44 օրյա պատերազմն իրականում ոչ թե պատերազմ էր, այլ չհայտարարված պատերազմ, այն կազմակերպված սպանդ էր, որին հետևեց հազարամյա հայկական Արցախի բռնազավթումն ու բռնագաղթը։ Սա մի ոճիր էր, որը 1915-20 թվականներից սկսած մինչև 2020 թվականը Ամերիկայից մինչև Եվրոպա, Ռուսաստանից մինչև Իսրայել, Թուրքիա ու Պակիստան միավորված, միակամ, բացահայտ զինողները Իսրայելը, Բելարուս, Ուկրաինա, Ամերիկա
եւ թե լուր հետևողներն ու գաղտնի աջակցողները ներառյալ մեր հազարամյա հարևան Իրանը։ Այս աշխարհաքաղաքական դավադրության մեջ իրավունքը դուրս մնաց խաղից։ Մենք վերածվել ենք մի ազգի, որը պարտադրված է սովորել սխալ ու զոհի կարգավիճակով հիշատակել կորուստները։ Մենք մոռացել ենք ամենակարևորը՝ պահանջել եւ տեր կանգնել սեփական իրավունքին։ Մեր պետության իշխանությունը խոսում է ապագայից, կատարում է կոսմետիկ բարելավումներ, բաց է թողնում մեր իրավարար վճիռները։ Վիլսոնի սահմանած իրավարար վճիռը Ազգերի լիգայի կողմից 1919-20 թվականներին ընդունված իրավական փաստաթղթերը փորձում է թողնել արխիվներում, փոխարինելով դատարկ խոստումներով։ Եվ այսպես արդեն 111 տարի, ինչպես նաև մեր ավանդական բոլոր կուսակցությունները, ներառյալ Դաշնակցությունը եւ Հայդատը։ Ցեղասպանությունը չի ավարտվել 1915-ին, այն շարունակվում է այսօր։ Նույնը կատարվեց Արցախում, երբ 5000 տարվա արմատ ունեցող արցախցուն հանեցին իր հողից եւ նրա ստեղծած մագաղատն ու եկեղեցին մնացին բախտի քմահաճույքին, իսկ աշխարհը արդարացնում է այս իրավական ողբերգությունը։ Մենք կորցնում ենք մեր ազնվական լեզուն, մեր տեսակը, ու եթե տեր չկանգնենք մեր իրավունքին, մենք ուղղակի կդառնանք պատմության հերթական էջ։ Մենք պետք է դադարենք ցեղասպանությունը նայել որպես անցյալի դասագրքային իրադարձություն։ Այսօր մենք ականատեսնենք դրա ժամանակակից շարունակությանը։ Ինչի առջև ենք կանգնած։ Մենք կանգնած ենք ազգային, մշակութային եւ լեզվական ոչնչացման, կրոնական ոչնչացման, հավատի ոչնչացման։ Արևմտահայերեն լեզվի կողքին այսօր վտանգված է արցախյան ազնվական բարբառն ու մշակույթը։ Մեր մագաղատներն ու քարակերտ վկայությունները մնացել են թշնամու տիրապետության տակ, իսկ մեզ փորձում են համոզել, թե դա պատմական անհրաժեշտություն է եւ ադրբեջանցիները շատ արդար են եւ հայերը մեղավոր են։ Իրավունքի պաշտպանությունը որպես վահան, եթե մենք չենք պաշտպանում մեր իրավունքը, մենք լռելային համաձայնվում ենք մեր իսկ բնաջնջմանը։ Հիշատակը միայն մոմավառությունը չի, այլ պայքարը մեր երկրի տարածքային ամբողջականության եւ իրավական կարգավիճակի վերականգնման համար։ Եթե այսօր փորձ է արվում թուլացնել մեր եկեղեցին, նշանակում է մեզ նախապատրաստում են հերթական ցեղասպանությանն ու ողբերգությանը։ Թուլացնելով հավատքը, թշնամին փորձում է մեզ ներկայացնել որպես կամազուրկ ու անդեմ մի զանգված, որի համար օգտագործում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ համարում են, որ հայ ժողովրդին հեշտությամբ կարելի է կառավարել եւ նման կառավարության միջոցով բնաջնջել։ Մեզ փորձում են համոզել, թե քրիստոնյան լինելը նշանակում է թույլ զոհ, խոնարհուն թշնամու առաջ։ Ոչ, մենք հզոր ենք հենց մեր հավատով։ Մեր հավատքը մեզ սովորեցրել է արարել, կառուցել եւ ամենակարևորը չհանձնվել նույնիսկ ամենածանր փորձությունների ժամանակ։ Եկեղեցու շուրջ համախմբվելը մեր պատմական պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ջնջել հայի հետքը երկրագնդից։ Երբ զորավոր է եկեղեցին, զորավոր է հոգին, իսկ զորավոր հոգով ժողովրդին հնարավոր չէ հաղթել կամ ստիպել մոռանալ իր իրավունքները։ Ուրեմն եկեք այս ոգեկոչման օրը դարձնենք պահանջատիրության օր։ Շնորհակալություն, նորից ես խոսքը փոխանցեմ Բերլին։ Սադոյան, համեցեք, մենք ունենք դեռ 15 րոպե ժամանակ։ Ուրեմն մեր առաջ տարածած են խնդիրներ, որոնք որ պահանջում են անհապաղ ռեակցիաներ եւ անհապաղ։ Զարմանալիորեն ստեղծվել է մի իրավիճակ, որ մեր ժողովուրդը երբևիցե այդ վիճակում չէ։ Բայց դա ոչ միայն մեր ժողովրդի հետ կապված իրավիճակ է, այլ ամբողջ աշխարհում նոր տենդենս է, որը որ նաև անդրադարձել է մեր ժողովրդին։ Երբևիցե հայ ժողովրդի մոտ այնպիսի իրավիճակ չի եղել, որ ամենահարուստ մարդը լինի երկրի ղեկավարը։ Միշտ եղել են հարուստներ, մեծահարուստներ, որոնք որ տնօրինել են ավելի մեծ գումարների, քան թե երկրի ղեկավարությունը, այդ պայն ղեկավարությունը, իշխանությունները եւ այլն։
այս պահին Հայաստանը որպես խոշորացույց ցույց է տալիս մի անհավանական երևույթ։ Ամենահարուստ մարդը դա երկրի համար առաջի դեմքն է։ Նա տնօրինում է երկրի բյուջեն, որը որ մոտարապես 15 միլիոն դոլարի կարգի մարդ։ Բացի դրանից եւս 15 միլիարդ միլիոն ասեցինք ներեկել։ Բացի դրանից եւս 15 միլիարդ պատտվում է on-line խաղադրույքների մեջ, on-line կազինոների մեջ։ Հայաստանում ռեալ կազինոները բերում են տարեկան 400 միլիոն շրջանառություն, չեմ ասում եկամ։ Իսկ on-line կազինոներում պատտվում է երկրի բյուջեի չափ գումար։ Մեր մյուս մեծահարուստները, Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, որ այս պահին գտնվում է բանտում եւ որի ազատագրումը մենք պահանջում ենք, մեր ընկերներն Հնդկաստանից պահանջում են, միանում են մեր պահանջներին։ Նրանք տիրապետում են ավելի քիչ գումարների, նրանք բիզնեսներ ունեն, սեփականություն ունեն, բան ունեն, բայց ավելի քիչ գումարներ են տիրապետում, քան թե տիրապետում է երկրի առաջի դեմքը, որը ինչպես է եկել հասել երկրի առաջի դեմքի պաշտոնի, շատ մեծ հարցական է։ Ինչ ձևով, փողոցից առանց որևէ կրթություն, առանց որևէ գործողությունների հաջորդականություն, ճանապարհ, սովորել եւ այլն։ Ուղղակի փողոցից վերցրել է կուսակցությունը, որոշել է, որ առաջի դեմքը ինքն է լինելու, այդ կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը, ինքը կարող է արդեն տնօրինել այդ մեծ գումարները։ Եվ այդ մեծ գումարները փոխանակ գնան հայ ժողովրդի բարօրությանը, գնում են ինքնապաշտպանության այդ փոքրիկ խմբակները։ Նույնն է Ամերիկայում, նույնն է Եվրոպայում, Մակրոնի մոտ նույն երևույթն է տեղի ունենում։ Մակրոնը այսօրվա օրով հանդիսանում է ֆրանսիական մեծահարուստներից ամենահարուստ։ Իտալիայում էր այս նույն երևույթը տեղի ունենում։ Իտալիայում շատ մեծ հարուստ ընտանիքներ կային, բայց նրանց ֆիզիկապես ոչնչացրեցին COVID-ի ժամանակ 19-ից 20 թվականներին։ Եվ այս նոր ստեղծված իրավիճակը մենք ստիպված ենք նոր մարտահրավերների դիմակայել։ Եվ այդ նոր մարտահրավերը կայանում է նրանում, որ մենք միասին ունենալով ավելի քիչ հնարավորություն, ունենալով ավելի քիչ ռեսուրս, կարողանանք այնուամենայնիվ դիմակայել այս մեծ արհավիրքին, որ գալիս է ամբողջ աշխարհի վրա, այդ թվում նաև հայ ժողովրդի։ Մենք գտնվում ենք այսօր Պարսկաստանի հարևանության, եւ եթե Աստված մի արածը Պարսկաստանում մեծ ռազմական գործողություն եղավ, պատերազմ եղավ եւ 70 միլիոնից 7 միլիոն ուղղակի ոտաբոբիկ բացելով փորձեն փախնել Հայաստանի վրայով, հա, ընդհանրապես 2 օր ասենք ոտաբոբիկ կան հասնեն, ինչեւ օթանավակայան հասնեն Սվարտոդեվը տեղտերն, Հայաստանն է որպես պետություն կվերան։ Էլ չեմ ասում, որ ռազմական գործողությունների արդյունքում չկացվող։ Սադոյան, շնորհակալ եմ, մենք 10 րոպե ժամանակ ունենք, ես ուզում եմ խոսք նաև Մոսկվայել փոխանցել, մեր ընկերները Մոսկվայում։ Ուրախ եմ։ Այո, Շնորհակալ եմ Պաշտպան ջան, նորից բարևում եմ մեր գոլեգիաներին։ Էլի մարկա Մոսկվայում, մարկար, որ ուզում ես խոսալ Մկրտչյան ջան։ Չէ, Մոսկվայում այս պահին մենակ դու ես միացել, Ռուսաստանից կա, բայց Մոսկվայից մենակ դու ես միացել։ Երկու բառով ասեմ ինչ է կատարում։ Համեցեք։ Ռուսաստանի մարզերում, իմի կարելի ասել 80-90% մարզերում սաղես նորի հիշում են, դա տրադիցիոն իմիջ Ռուսաստանի համայնքը պահպանել է։ Չեղե մի տարի, որ ասենք ինչ որ մի մարզում բաց են թողել։ Նա Կուլյանովսկու մերեքենա նկարեցին ուղարկեցին իմ սոցցերում էլ կա, երեք գնացի գուբերնատորի տեղակալներ եկե, իրանք էլ իրանց ցավակցական խոսքերն են փոխանցել, ծաղիկադրում ա եղել։ Ու այսօր ժամը 11-ին, ոնց երկու օր, դաժե երկու օր արարողությունը կատարում, այդպես էլի տեղեկացնեմ, ով որ չգիտի, կարելի ասել միակ մարզերից է Ուլյանովսկի մարզը, որ պետական ծրագրի մեջ դրած է ապրիլի 24-ը գուբերնատորի կողմից հաստատած, սա պրավիցեստվայի կողմից հաստատած, որ այդ օրը հաշվում է ցեղասպանության օրը, մտի մեկ։ Երեք բաներ Եվրազիստի ֆորումներ Հայաստանի ծահակին մամուլից եկել էին, իրանց հետ շատ շփվեցինք։ Միացայն նրանք էլի այդ չարիքին բրոցեր են, ասма չգիտենք ոնց անենք դրանից ազատվենք։ Այսօր էլ եկել էին բանի էլի ծաղիկադրման, պսակադրման,
Երկու բառով ինֆորմացնեմ, այսօր ծաղիկադրում եղավ, հետո եկեղեցու կառավարությունից էլ էին եկել Ռուսաստանի սեմինար, ну, ոչ թե սեմինար, совещание, ոնց որ небольшой, այտենց մի 40 րոպեանոց միջոցառում անցկացվեց Պարալենի համ Սոյուզ Արմենում, համ էլ եկեղեցիում։ Իսկ հիմի ժամը 3-ին պետք է պրեզիդենտ օտելում արդեն հավաքվենք, էլի Ռուսաստանի դիպլոմատներ, դեպուտատներ, պատգամավորներ եւ այլն իմինը ցեղասպանության հետ կախված հարցերով։ Մեկ էլ ժամը 6:30 Բրյուսովի համալսարանում էլի հրավիրել են, էլի ցեղասպանության պահով հավաքվելու ենք, էլի քննարկենք։ Ասելս ինչու՞մ է Ռուսաստանի մարզում, լրիվ մարզերում, որ Ռուսաստանի այս ասենք իրանց կառավարության կողմից ընդունված է 24-ը, ու կարևորը ինչ ինֆորմացիա, հա Վլադիմիր Պուտին, դա это Լյովա իմ մոտ էր այս բանը, Պուտինի կողմից հենա ցույց տալիս, հենա ուղարկե իր ցավակցական բանը, Կարճ ասած Ռուսաստանում լրիվ դա ընդունված է, Ռուսաստանում ոչ մեկ արգելք չի հանդիսացնում, даже наоборот զանգել են, ասել են ինչով կարանք աջակցենք, սապրավաժդենիա պետք, կամ ինչ որ բանա պետք, եթե ասենք շատ մարդ են լնելու դուրս են գալու, քայլ ալնելու կամ մի բան, так что դա process-ը գնում է։ Կարևորը մեր երկրում կարանան դա հասկանան, ու բոլորիս մտածմունք այն է, որ միջև ընտրությունները հենց անենք այդ չարիքին ընդեից վրա դանենք, եթե մեզի պետք է հզոր մի հատ լիդեր ունենանք, մենք էլ մեջքին կանգնենք, Կարինեն նոր լավ ասես, Կարինե ջան, դրիկ համաձայնենք, այսօրվա դրության բայևոյ դուխն է պետք, տենում ենք, որ արդեն քաղաքական դիպլոմատիան չի աշխատում, ունեցանենք մեր երիտասարդների հետ ամեն մեկը կանանք աշխատանք տանենք, որ ծնված երեխուց բռնացած մենք զենքը ու թուրը սովորացնենք, սուտ է, մենք 1000 տարիներ սովորացրեցինք, որ կարելի է մի այլ ճանապարհով լուծել հարցը, բայց եկավ են, որ տենում ենք այդ մոդելը չի աշխատում։ Բարձ ասած, եթե այդքան կորուստի տեղը նոր ենք խոսում, եթե 1000 հատ մենք Սմերտնիկներ ունենայինք, հիմի սաղին մեր թերաշնամիներին վերացրել են, ավելի լավ մենք 1000 հոգի կորցնենք, մաքսիմում, չեմ 5000 հոգի տարի պես տղեկ տարան բանավ է, պաստավ կարեցին, կարելի աստենց ասել։ Ինչ ասեմ, նորից հավաքվում ենք, հավեր հիշատակ մեր հարազատներին, պարտավոր ենք հիշելու, Աստված առաջ, մենք էլ ուժեղ միասին, ու կանանք ճիշտ ընտրություն կատարենք միասնական, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, կարևորը որ մենք հասկանում ենք, գիտակցում ենք, թե ինչ ենք ուզում, մենք ունենք 4 րոպե ժամանակ, Սադոյան, մենք 4 րոպե ժամանակ ունենք, քեզ 2 րոպե քու ամփոփիչ խոսքի համար եւ 2 րոպե ինձ ամփոփելու համար, համեցեք։ Ես շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր բոլոր մասնակիցներին. Я хочу выразить особую благодарность всем нашим участникам, которые пришли сегодня, поддержали нас. I would like to thank all our participants who came and contribute in our meeting today. Մենք պետք է վճռական լինենք արտավիճների դեմ պայքարում, տեղի ունեցել ցեղասպանությունը շատ ծանր բան է, բայց դա ոչ թե մեզ պետք է ընկճի, այլ ընդհակառակը դա մեզ պետք է ուժ տա, քանի որ ցեղասպանում են ուժեղ ազգերի, ցեղասպանում են պոտենցիալ ունեցող ազգերի։ Այն երկրորդական պատմության խորհրդատներում գտնվող ազգերի նկատմամբ ոչ մի հետաքրքրություն էլ չկա, որ նրանց նկատմամբ ինչ-որ գործողություն ան։ Իսկ մեր մեջ ուժ են տեսնում։ Դրա համար որոշել են ֆիզիկապես մեծ ոչնչացնել։ Մենք դա պետք է իմանանք, մենք դա պետք է գիտակցենք եւ պետք է իմանանք, որ ցեղասպանությունը շարունակվում է եւ մենք վճռական պետք է ասենք ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հարգելիներս,
Անչափ շնորհակալ եմ բոլորիդ, ովքեր որ մասնակցեցին միջոցառմանը Բերլինում, Եվրոպական միությունում, Ռուսաստանում, Հայաստանում։ Կարևոր է, որ մենք ցույց տանք մեր միասնականությունը եւ ուղղությունը նոր սերնդին, ինչով պետք է կառուցվեն նոր հարաբերությունները։ Դրանք երկուսն են՝ ուժի իրավունք եւ իրավունքի ուժ։ Երկուսի համադրությամբ է հնարավոր լուծել բոլոր այն խնդիրները, որոնք դրված են ազգային ճանապարհի վրա։ Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներից, ամենալավն ու բարին եմ ցանկանում։ Եղավ, շնորհակալություն, հաջողություն։ Շնորհակալություն, հաջողություն։ Շնորհակալություն, ուժեղ միացնենք։ Տեսություն։ Աջո Տեսություն։